դպրոցի պատմության ուսուցչուհի Սոֆիա Խաչատրյանը 1900-ը հայ ժողովրդի կյանքում բեկումնային փոփոխությունների սկիզբն էր։ Արցախյան գոյամարտում ծնվեցին Վազգեններ, Մոնթեներ, Թաթուլներ, նրանց զարկով Արցախը վերադարձավ տերերին։ Նրանք մարտի տարան մեր հարատևության գնդերը, նվաճելու մեր ապրելու անբացին իրավունքը։ Ահա եւ ուրեմն փարահեղ է ասված, մեռիր այնպես, որ մահը տե ծառայի հայրենիքիդ։ Անկախացումը ուղեկցեց Արցախյան գոյամարտին։ 1991 թվականին կատարվեց հայ ժողովրդի երազանքը, ձեռք բերվեց այն գերագույն արժեքը, որը ազգի զարգացման, բարգավաճման ու արժանապատիվ կյանքի գրավականն է, անկախությունը։ Սոցիալապես որքան արդար, այնքան զորավոր է հայրենիքը։ Իմաստուն է ասել Գարեգին Նժդեհը, գերերջանիկ է այն մարդը, ով կարող է ասել, իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի եւ ամեն մեկի համար, այնտեղ երկիրը մշակելու եւ հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես։ Հայաստանի Հանրապետության քաղաքական քարտեզին նայելիս բավական է հասկանալու համար, թե ինչպիսի բարդ տարածաշրջանում է իր առաջին քայլերն անում երկար մակարոններից հետո կրկին պետականություն ձեռք բերած մեր երկիրը։ Ժամանակները պարտադրում են նոր մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար պետք է ունենանք ազգային արժեքները գնահատող առողջ սերունդ։ Ուստի հայկական դպրոցը պիտի լինի հայրենագիտության տաճար, ուր հայ մանուկը պիտի սովորի սիրել հայրենիքը, իսկ ուսուցիչներս պետք է լինեն հայրենապաշտ։ Հետ նայենք, իմաստավորենք մեր անցած ճանապարհը ու մեծ եռանդով լցվենք մեր հայրենիքի ապական կերտելու գործին։ Իմ նորանկախ հայրենիք արդեն 20 տարեկան է։ Շնորհավոր տոնդ Հայաստան, մաղթում ենք Հայաստանի քաղաքացիներին եւ հայ ժողովրդին բարեկեցիկ գա։ Հայրենիքներն մաքրում են հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասից։ Հայրենապաշտպան դաշնակություն, ահա մեր փրկության խարիսխը։ Մեր ժողովրդի հայրենի հողը չի կարող ուշի մնան հայրենիքը դառնալ։ Անկախ հայրենիք ունենալ իրավունք լինելուց բացի պարտականություն է։ Պիտի հաղթել գոյության իրավունքը չկորցնելու համար։ Ելույթ է ունենում դպրոցի երգչախումբը, որը ընդամենը 1 ամսական է։